Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ, որ դեռ մեզ հետ եք, մենք միասին ենք, որից կոչ եմ անում անպայման հավանել վիդեոն եւ տարածել, որովհետեւ սաստիկ մեծացել են հարձակումները YouTube-յան ալիքի վրա։ YouTube-ը արդեն ինքն էլ է խառնվել, չգիտի ինչ անի, ես անընդհատ նամակներ եմ ստանում, որ բողոքներ կա մշտական իմ ալիքի, մեր ալիքի վրա եւ ինչ որ հիմար պատճառաբանություններով։ Թշնամի նեղված այս հաղորդումներից լավ է, ես ուրախ եմ դրա համար, հակառակ դեպքում դուրս գալ, որ անիմաստ է մեր այս ամեն ինչը ինչ որ անում ենք։ Եվ այսպես, եթե համաձայն եք մեր այս ֆորմատին, անպայման գրեք, եթե համաձայն եք, եթե համաձայն չեք, էլի գրեք եւ տարածեք։ Հաղորդում ուզում եմ սկսեմ իմ շատ լավ բարեկամ Ալեքսանդր Վարպետյանի այսօր էջում լավ բաներ գրած, ուզում ձեր համար կարդամ։ Կարելի է ծովում ծարավից մեռնել, ինֆորմացիոն հեղեղում, տխմարությունից։ Կարելի է երջանկության մեջ ձանձույթից մեռնել, հայրենիքի մեջ, հայրենիքի կարոտից։ Հոյակապասված։ Այն ինչ որ կատարվում այսօր մեր հայրենիքում, դա շատ բուրըն քննարկություն, այսինքն բուրըն արձագանք է գտնում նաև դրսում, մեր Սփյուռքում, նաև Բաքվում, Բաքուն խոսում է մեր մասին, տեսնենք ինչ են ասում։ Премьер-министр Армении Никол Пашинян выступил с резкой критикой в адрес католиков Горидина II, обвинив его в нарушении обета безбрачия. По словам главы правительства, у Горидина II есть ребенок, что, согласно каноническому праву Армянской апостольской церкви, делает его недостойным занимаемой должности. Это факт. Если Горидин II попытается это отрицать, я докажу это, подчеркнул Пашинян, отметив, что человек, нарушивший монашеский обет безбрачия, не может быть ни епископом, ни архиепископом, ни тем более католикосом. Միխոսկով, այն ինչ որ կատարվում է Բաքվի ցուցումով եւ իրենց հրահանգներով իրանք շատ ակտիվ լուսաբանում են, որ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Փաշօղլին հայտարարել է, որ կաթողիկոսը դուստր ունի, եթե նա հրաժարվի, ես դա կապացուցեմ, որ հակասում է բոլոր օրենքներին եւ այլն եւ այլն։ В связи с этим премьер-министр призвал архиепископа Катрича Нерсисяна освободить патриаршую резиденцию и выступил за проведение новых выборов духовного лидера Армянской апостольской церкви. Армянская апостольская святая церковь должна иметь новоизбранного католикоса, добродетель которого будет проверена и подтверждена до избрания, заявил Пашинян, добавив, что... Միխոսկով, այն ինչ որ Հայաստանում իրենց պատվերով իրականանում է, իրենք լուսաբանում են, բնականաբար գովերքում են այս ամեն ինչի համար Փաշինյան Նիկոլի այս նախաձեռնությունը, հա, իրենք ունեն իրենց ծրագրերի հստակ եւ վստահելի իրականացնող Հայաստանի տարածքում, ոչ ավել, ոչ պակաս վարչապետի պաշտոնում, եւ դա դեռ մենք հանդուրժում ենք։ Եվ այսպես սա որոշել է, որ Գարեգին երկրորդն այլևս կաթողիկոս չէ վարչապետի համար, Կատրիչ Ներսիսյանը պետք է ազատի վերադառնա։ Այս հետաքրքիր է, որ ասենք ինքը մտածում է, որ եթե վարչապետի համար էլ կաթողիկոս չի, ուրեմն անպայման նա պետք է ազատի վերադառնա կամ չազատի։ Հայաստանի սահմանադրությունը ոտերի տակ տրորած հազարավոր երեխաներ սպանած, հայրենիքը դատարկած վաճառած Փաշինյան Նիկոլը նեղված է նրանից, որ կաթողիկոսը դուստր ունի։ Այսինքն այդքան երեխա սպանածը նեղված է, որ կաթողիկոսը երեխա ունի։ Երեխա ունենը աչքելված է, բայց կարելի է հազարներով սպանել։ Սա է Փաշինյան Նիկոլի ու ամբողջ ՔՊ-ի տարամաբանությունը։ Ասում ամբողջ ՔՊ-ի, քանի դեռ չեմ լսել հակառակ կարծիքներ այս առումով ՔՊ-ից, բայց պետք է մի բան էլ արձանագրեմ, որ այս տխմարությանը, այս նեղի այս հարձակումներին ձայնակցում են շատ քիչ թվով ՔՊ-ականներ։ Դա այս մի ձեռքի մատերը բավական են դրա համար, որը նշանակում է մի բան,
որ մնացածը հասկանում են, որ ինչ որ մի բան կա, դեռ որ իրանք չեն կարողանում անցնել, ոչ թե բարոյական սահման է իրանց մոտ, չէ, ուղղակի հասկանում է, որ իրանք արդեն պատերազմը տանուլ են տվել։ Այդ պատերազմը տանուլ տալու մասին հասկանում է նույնիսկ չեք պատկերացնի։ Մեկ իրանցից, որ ակտիվ լծված է այս հայտարարակ գործին։ Խոսքը այն Ջևանցի մի հատ չխանձած խոսք կա, դուք գիտեք երևի ումասն է, Վահագանունով, որը իրանց թվում էր Նիկոլիսներին, որ ամենախելոքն է, որ կարող է հիմնավորի, թե ինչու է պետք հարձակվել այս պահին եկեղեցու վրա, ինչի պետք է կաթողիկոսը անպայման հրաժարական տա, եւ այս այդ երևույթը հանձնվել էր Պետրոսի մոտ, բայց տեսեք ինչա բացահայտում սա Պետրոսի մոտ։ Լսենք մի բան։ Այդ մասին բարձրաձայնելը, ասելով, որ կաթողիկոսը պետք է հեռանա, սա պատերազմը, այսինքն բուն process-ը մեր ինքնության դեմ չի։ Ես հարց չեմ ավարտել։ Խնդրեմ։ Այ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն էլ խոսած մեր եկեղեցու դեմ եւ դրան զուգահեռ դուք սկսեցիք հարվածել կաթողիկոսին, ասում են ընդդիմությունը։ Booking a flight. Download KAYAK. Մեր ընդդիմության ֆանտազիան իհարկե անգերազանցելի է, բայց այնուամենայնիվ Դա ֆանտազիա է, դա փաստ չի, այս չխանձած խոզին, սա ֆանտազիա առոտ բանա, այն որ խոսքերը ուղիղ կրկնվում է Փաշինյան Նիկոլի կողմից, դա ֆանտազիա, բայց ֆանտազիան գիտեք որն է, ամենաֆանտաստիկը, որ ուղարկել են մեկին, որ արդարացնես ամեն ինչը, առանց կարգին ինստրուկտաժ անելու եւ հույս ունենալով, որ սրա ինտելեկտը պետք է բավարարեր, որ ինքը հմեկի եթերից կարողանար հիմնավորել եւ ապացուցել, որ այո, ինքնության փրկության համար շատ անհրաժեշտ է օրհասականը կաթողիկոսի հրաժարականը պահանջելը, բացահայտելու մի շատ կարևոր բան, լսեք։ Այսինքն բուն process-ը, որ հայ առաքելական եկեղեցու գլխավոր հովիվը կարող է փաստացի խախտած լինել Աստծո առաջ իր կապած ուխտը, երթմնազանց լինել, փաստացի սրբապղծություն անել։ Ուխտը խախտելը սրբապղծություն է։ Սահմանադրությունը խախտելը ոչ մի բան։ Վարչապետի Առօրյան եւ իշխող կուսակցության երևի նախընտրական ծրագիրը, որ նրանք իրականացնում են։ Ես ուղղակի ես կուզենայի, որ կոմենտների բաժինները սանք փակած չմնային, մենք կարդայինք կոմենտները, ամբողջ կոմենտները։ Բայց ես հոսանում ձեզ մի հարցախույս դնել։ Գնանք առաջ։ Դա բան չի, որպես այդպեսին։ Դե մեր ինքնությունը դες բաներ թույլատրում է։ Հայ այդ մասին բացահայտել չի թույլատրել։ Դե հիմա եկեք այսպես բան է, հոծուր հայլիների թակավորություն չի, հազար ներողություն։ Բա, հոծուր հայլիների թակավորություն չի։ Դուք հասկանում եք ինչի մասին է խոսքը։ Կաթողիկոսը ինչ կանի, ինչ չի անի, քանի նա մարդ չի սպանել, պետական հանցագործություն չի արել։ Ոչ մի գործողություն իր, նույնիսկ եթե հազարատ երեխայր ունի, հարեմ էլ ունի սեփական, դա քրեական պատասխանատվություն չի ենթադրում, այլ իրանց ամբողջ գործողություններն ու գոյությունը, սան հիշեցեք, որ դա քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Բա հոծուր հայրինների աշխարհում չեն կապրում, այլ չխանդած կենթանի ժամանակավոր։ Հիմա էլ բանա չէ, ասում են պաշտպանենք եկեղեցին, կամ իրանք են հորդորում են պաշտպանել իրանց բան։ Ողջ ընդդիմադիր զորքը իր տարբեր ճյուղերով Դե թող հայտարարեն, պաշտպանության ճակատը թող հայտարարեն։ Ես շատ ուրախ կլինեմ, որ մեր հանրությունը տեսնի, թե ովքեր են ուխտադրժության եւ սրբապղծության պաշտպանները։ Թող հայտարարեն։ Ես վստահ եմ, որ հենց բուն եկեղեցու ներսում իրանք մեծ պաշտպանություն չեն գտնելու առնվազն, որովհետև եկեղեցու բարեպաշտ սպասավորների բացարձակ մեծամասնությունը, այսինքն այն մարդիկ, ովքեր բարեպաշտ են, այն քահանաները, որոնք որ բարեպաշտ են, նրանք փաստացի գտնվում են ուխտազանցների դիկտատի ներքո։ Պատկերացնում եք ուխտազանցների դիկտատը։ Սահմանադրությունը, օրինազանցների դիկտատը, դա սովորական բան է։ Ուխտազանցների դիկտատի ներքո են գտնում։ Պատկերացնում եք բարեպաշտ հոգևորականները։ Հայաստանի ամենամեծ խնդրեմը բարեպաշտ հոգևորականների գտնվելու
փաստներ ուխտազանցների ներքո։ Հայաստանը ուրիշ խնդրեմ չունի։ Կեղծավորների դիկտատի ներքո։ Ու ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ բացարձակ մեծամասնությունը կողմ է այս փոփոխությանը։ Ինչ գիտեք։ Վստահեցնում եմ, չի կարող այդպես չլինել ուղղակի։ Չի կարող ուղղակի այդ ձայնը։ Չի, այդ ձայնը չկա, բայց այս ձայնը ինչքան որ հիմա չկա, այս կողմում չկա։ Ի պաշտպանություն մեր ասածների։ Դրա քառապատիկ անգամ չկա այն կողմում։ Վերջ, մնացած արդեն էական չի։ Մի կարևոր բան բացահայտեց, որ իրանց կողմում չկա ի պաշտպանություն իրենց ասածների։ Իրանք շատ լավ բացահայտեցին, որ ընդհանրապես իրենք ոչ մի տեսակի պաշտպանություն չունեն։ Այո, այս հարցում իրանք ընդհանրապես պաշտպանություն չունեն, որովհետև ամենակատարյալ նույնիսկ անտեղյակ եւ ինտելեկտով, չգիտեմ, գազոնին հավասար, չեմ ասում շրիշակից ցածր, էլի, ինտելեկտով, ասենք այն լավ հնձած գազոնին հավասար մարդու համար, սա օրակարգ չի ընդհանրապես։ Երկրում, որտեղ տոտալ աղքատություն է, երկրում, որտեղ պատերազմը դեռ չի ավարտվել, երկրում, որտեղ ասում են դու քո տանը չես ապրում, դա իմ տունն է, ես գալու եմ քո տեղ ապրեմ, այդ ժողովրդի համար սա հասկանալի չի, իրանք էլ գիտեն, որ իրանք աջակցություն չունեն։ Այդ դրամալ եմ ասում։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրանք ոչի բան չունեն ու չեն հասցրել այս տխմատին բացատրել, արա որ կգնաս, համեք կասես, որ ամբողջ ժողովրդի անունից եք դուք խոսում, ամբողջ ժողովրդի, որ ժողովրդի երազանքն է, որ իրանք ազատագրվեն կաթողիկոսից, որը դուստր ունի, կամ չունի, կամ ունի չունի, դա քրեական պատասխանատվություն չի ենթադրում, բայց որ ժողովուրդը մեկից է ուզում ազատագրվի, ով իրանց երեխեքին տարես սպանել է, դա օրակարգի մեջ չի։ Օրակարգի մեջ այ հանցագործություն չի դա, երեխա ունենալ, այ դա սրբապղծություն է, երեխեքին տարել սպանելը, դա վարչապետի պարտականությունների մեջ է մտնում, ԿՊ-ական վարչապետի։ Այսպիսի դաժան բաներ, Վահագին ասեք, դու առայժմ ես չխանձած, շատ ժամանակավոր է, ու դուք հո բերանով, պիղծ բերանով նոր դրա մասին ասեցիր, որ դուք աջակցություն չունեք, ոչ միայն այս հարցում, դուք ընդհանրապես պետության մեջ ոչ մի աջակցություն չունեք, և ձեր գոյությունը այսօր շատ կասկածի տակ է դրված, իսկ ապագան շատ անորոշ է, իսկ մինչև դուք պիղծերով սրբություններից խոսակ, 802 տարեկան խորանաշատի վանքը քանդվում է, 802 տարեկան խորանաշատի վանքը քանդվում է, սա հեչ, սա ոչ մի բան է, կաթողիկոսի երեխան ունենալը մեջ փաստորեն։ Վերադառնամ այն հարցին, ինչի համար է այս ամեն ինչը արվում։ Ի վերջո, դե մենք շատ վերլուծություններ լսեցինք հասկանալու համար ինչի է սա արվում, ինչի է։ Դուք բոլորս գիտենք, չէ՞ ինչ է նշանակում վիրուս։ Վիրուսները լինում են տարբեր տեսակ։ Լինում են բուժվող վիրուս, լինում են մահացու վիրուսներ, հա։ Լինում են վիրուսներ, որոնք օրգանիզմը կարող են բերել ինվալիդ վիճակի, այսինքն կարող են այնպիսի վնաս տալ, որ ուղղակի անդամալույց դառնա մարմինը։ Այդպիսի մի վիրուս է Նիկոլա վիրուսը։ Ու շատ ընդհանուր բան ունի այդ մահացու վիրուսների հետ Նիկոլա վիրուսը։ Ընդհանրապես բոլոր վիրուսները այս կարգի մարդու օրգանիզմի համար վտանգավոր, նրանք ունեն շատ յուրահատուկ եւ ընդհանուր ձևեր իրենց գոյատևման համար։ Բոլոր վիրուսները կարողանում են կպնել մարմիններին, որոնք առավել թույլ են իրենց իմունային համակարգով։ Եվ ինչպես մահացու եւ բարդ վտանգավոր վիրուսները, այնպես էլ Նիկոլա վիրուսը, եթե նկատել եք, ինքը հարձակվում է մարմինների վրա, որոնք առավել խոցելի են։ Օրինակ, խորհրդարանական ընդդիմություն, հա? Օրինակ, եկեղեցու սպասավորներ, գլխավոր սպասավորներ, որոնք իրանք էլ գիտեն, որ իրանք շատ խոցելի են, շատ։ Ինչպես պաշտպանվել այդ վիրուսներից։ Իմիջիայլոց այդ վիրուսները, երբ որ հարձակվում են, սպանում են այդ մարմինը,
դա նաև իրանց վերջն է, որտեղ ցանկացած վիրուս վերջանում է այնտեղ, որտեղ ինքը այլևս անելիք չունի, երբ օրգանիզմը արդեն մեռած է։ Ինչա պետք անել, ոնց պաշտպանվել այս վիրուսից։ Ընդհանրապես ցանկացած վիրուսից։ Ցանկացած վիրուսից, դա կլինի գաղափարական վիրուս, դա կլինի օդակաթելային վիրուս, ցանկացած վիրուսից պաշտպանվելու երկու տարբերակ կա։ Արտաքին միջամտությամբ, դա անտիբիոտիկներն են, դեղերն են, եւ ներքին միջամտությամբ, որը ենթադրում է օրգանիզմի իմունիտետի բարձրացում։ Եթե անձի մոտ, մարդու մոտ օրգանիզմի իմունիտետը բարձրանում է որոշակի սնունդի, հանգստի, դիետայի եւ այլն, հա, օդափոխության հետ կապված, որը բերում է օրգանիզմը իր սովորական, իր առողջ նյութափոխանակության վիճակին, դրա մեջ է մտնում նաև աղոթքները, մեդիտացիաները եւ այլն եւ այլն։ Հոգեվոր եւ այլ տեսակի պրակտիկաները եւս ամրացում են իմունիտետը, տարբերակները շատ են։ Ապա ազգի դեպքում իմունիտետը դա ազգային գաղափարախոսությունն է։ Եթե ազգը չունի հստակ ազգային գաղափարախոսություն, եթե ազգը, ժողովուրդը ինքը բոլոր հնարավոր ձեռքերով կարճած չի իր գաղափարախոսության, իր ազգային արժեքների, նա խոսելի է ոչ միայն Նիկոլա վիրուսների, այլ ցանկացած, դա կարող է լինի, ասենք, ռուսավիրուս, թուրքավիրուս, то չգիտեմ, սորոսավիրուս, գործակալակավնավիրուս, ցանկացած վիրուսի համար ազգը, ժողովուրդը դառնում է խոցելի, որովհետև նման օրգանիզմները ուղղակի իրենք են հրավիրում այդ վիրուսներին, որտեղ ճանապարհ կա, ճանապարհ, տեղ կա այդ վիրուսը, որ մտնի։ Ճիշտ է, անշուշտ այդ վիրուսը այդ մարմինը սպանելով ինքն էլ է մահանում, ինքն է ոչնչանում է, վիրուսը այդպեսի բանել ունի իր մեջ, հատկություններ ունի, ինքն է ոչնչանալու, բայց ի վերջո որպես արդյունք սպանում է նաև մարմինը, եւ այսպես արգելիներս, այն ինչ որ հիմա կատարվում է, դա կատարվում է զուտ բնության օրենքների համաձայն։ Այսինքն Նիկոլա վիրուսը որպեսի ապրի, ինքը պետքա թիրախ ունենա, եւ այդ թիրախը պետքա լինի մաքսիմալ խոցելի։ Հենց ես դրա համար եմ ասում, Գարեգին, ի սկզբանե դու նախաձեռնի քո հրաժարականը, առողջացրա եկեղեցին, թող այդ վիրուսը սատկի դրսում։ Ինձ ասեցին դու ուզում ես Նիկոլի ծրագիրն իրականանա, բա ուզում ես իր երազանքը լինի, չէ, երբ որ դու ես նախաձեռնում, դա տանում է առողջության, երբ որ թողնում ես այդ վիրուսը քեզ սպանի, դա տանում է դեպի մահ։ Դա մա ես առաջարկում։ Եվ ոչ միայն ես։ Շատերն են առաջարկում, Գարեգին, ինքդ նախաձեռնի եկեղեցու առողջացումը, որովհետև ճիշտ է վիրուսի մասին չէր խոսացվում այս ընթացքում։ Հա ես եմ այս ալեգորիան ուղղակի հիմա մեջ բերում, բայց ինքը շատ նման է։ Առողջացրու քո օրգանիզմը, որպեսզի դու լինես անխոցելի։ Թող իրենք անընդհատ խոցեն իրենց իսկ կողմից ստեղծված հիվանդ օրգանիզմը, որը կոչվում է խորհրդարանական ընդդիմություն, միջև իրար կսպանեն եւ կպարպեն իրար, հա։ Բայց դա մեր հետ ընդհանուր ոչ մի բան չունի։ Իրենք հասկացել են, որ այլևս իրենց կողմից ստեղծած այդ հիվանդ օրգանիզմը մեռած է եւ ժողովրդին դա ոչինչով չի հետաքրքրում։ Վստահ եղեք, այս թեման էլ է շատ արագ մեռնելու, շատ արագ, որովհետեւ ում է հետաքրքիր այնտեղ ինչա կատարվում, կաթողիկոս ունի, աղջիկ թե չունի, ուխտադրուժա, խախտելա, թե դրա մասին այդ իրան ընտրածները միան մտածեն, հա, ի վերջո դա սահմանադրության խախտում չի։ Ոչ մեկ դրա չի կարող պատասխանատվության ենթարկի կաթողիկոսին։ Դա բարոյականության բանի վրա, հարթության վրա է, բայց միջև հասնենք բարոյականության հարթություն, այնտեղ իրական հանցագործություն է կատարվում, իրական սպանություններ, իրական սահմանադրության խախտումներ, որը բերում է երկիրը կործանման։ Պարոնայք։ Այնպես որ, եթե մենք ուզում ենք այս վիրուսը մեր վրա չազդի, իսկ մենք ուզում ենք որ չազդի, ուրեմն պետք է բարձրացնենք մեր իմունիտետը, իսկ ազգի իմունիտետը դա
ազգային գաղափարախոսությունն է, որոնք հիմնված են դարերի ճշմարտությունների վրա, որոնց հիմքում կատարյալ բարոյական նորմերն են, հասկանում եք, որոնք անխոցելի են, անքննելի են, ժամանակ եւ տարածություն չեն ճանաչում եւ ցանկացած վիրուս նույնիսկ իրենց մոտ չի գալիս, որտեղ հասկանում են, դեռ անելիք չունի ինքը։ Անելիք չունի։ Մաքսիմում գա, կպնի ու ինքը վերանա։ Ցանկացած պարագայում այդպես է։ Եթե մարդուն ես վերաբերվում, տենց է մարդուն ես վերագրում, ազգին ես վերագրում, ազգին է տենց։ Ինչի այդ քարոզությունը մեկի վրա ազդում է, մեկի վրա չի ազդում։ Դա նայած այդ քարոզվողը, զոհը, թիրախը, որքան է ամուր կարճած իր ազգային արժեքների, իր բարոյական նորմերի վրա։ Մեկը որ բարոյական նորմերի վրա կարճած է, ինչքան ուզում ես ականջիտակ բզբզա։ Լավագույն օրինակը ընկեր Փանջունի։ Լավագույն օրինակը վերցեք Երվանդ Օտյանի, ընկեր Փանջունի մի հատ կարդացեք, տեսեք, Փանջունին Նիկոլ Փաշինյանը ընկած ամբողջ գյուղում խառնակցությունով է զբաղված, բայց այն գյուղացին, որ ինքը գիտեր ինչա նշանակում կոլեկտիվով աշխատել, ինչ է նշանակում հարգել դիմացինի աշխատանքը, ինչ է նշանակում համայնքում բաց ու անկեղծ շփվել, մեկը մեկի հետ օգնել, ձեռնարկնել, այնտեղ չկար, որ դու ինձ շահագործում ես, ես պրոլետարիատ եմ, դու ինձ շահագործում ես, բոլորն ասում են իշ, բալամ, գնաս տեղից, դու սխալ տեղ ես եկել, դամալ այդ Փանջունին գտավ, հիշում եք ում գտավ Փանջունին, գտավ այդ ամբողջ տարածքի ամենահիվանդ օրգանիզմներին, ծույլ, ամբան, և դրանց կարողացավ օգտագործել իր էշի վրա նստած, հասկանում եք, այն առողջ մասը չտրվեց այդ իմունիտետի ազդեցությանը, այն հիվանդ մասին կարողացավ խառնել իրար և մի քանի վնաս հասցնել, ընդամենը վնաս հասցնել, բայց ինքը չկարողացավ քանդել գյուղը, չկարողացավ քանդել համայնքը, որովհետև համայնքը շատ ամուր կանգնած էր իր բարոյական և ազգային հիմքերի վրա։ Մենք ունեցել ենք դա։ Այսինքն ոչ մի նոր բան չեմ ասում։ Ընդամենը ուզում եմ ասեմ, շուռ չեմ, դեմքով շուռ գանք ու նայենք մեր պատմությանը։ Լավագույն ուսուցիչն է, լավագույն ուսուցիչը դա բնությունն է իր օրինաչափություններով, որոնք կարելի է տեսնել անընդհատ կրկնվող պատմության ընթացքում։ Որը մեր ու դա մեր պատմությունն է, կողքի ազգի պատմությունը չի։ Մենք պետք չի գնանք վրացիների պատմությունը սովորենք, իրանցիների պատմությունը սովորենք։ Մենք այնքան ունենք ինքներս մեզանից սովորելու բան, որ եթե նույնիսկ մենք մեր պատմությունից, մենք մեր անցածից դաս քաղենք, հերիքա մի ամբողջ սերունդ որ գնա, որոնք ապրեն, բարգավաճեն մի պարզ բանի վրա հիմնվելով, նախկինների փորձի վրա։ Պարզ։ Գնանք առաջ։ Եվ որ ասում էի հիվանդ օրգանիզմ է, այս է հիվանդ օրգանիզմը։ Դատախազը դիմել է Աժ Օհանյանի ու Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդման թույլատվության համար։ Հավաքել են այս հիվանդներին, ընտրված հիվանդներ, որոնք կոռումպացված, հանցագործ, ամենի վրա սենց շերտերով քրեական գործերով բերել նստացել են իրենց համար, իրենց բերել նստացել են այնտեղ, որ ասեն, կասեք այն, ինչ ձեզ ասում են։ Դրա համար, երբ որ իմպիչմենտ նախաձեռնվեց, առաջի դեմ արտահայտվողները հիշում եք ովքեր էին։ Հենց Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը, որոնք հիմքեր չէին տեսնում։ Գիտեք ինչի հիմքեր չէին տեսնում, որտեղ իրենք հիվանդ են։ Այո, իրենք են հիվանդ խոցելի օրգանիզմը, որ վիրուսը իրենց կերել է։ Դա կոչվում է կոռուպցիա, որի հետևանքով բոլորի վրա կա քրեական գործեր։ Ուղղակի ում քրեական գործի մասին երբ կխոսեն, դա ընդամենը ժամանակի խնդիր է, ընդամենը ոչ ավել, ոչ պակաս։ Իրանք էլ գիտեն դրա մասին։ Տեսեք, պատրաստ են նստել, լսել բոլոր տեսակի ստորացումները, բոլոր տեսակի հայոյանքները կուլ տալ։ Իրանք են դրան համաձայնվել։
ոչ մեկ իրենց չէր կարող ստիպել։ Բայց ստիպումը անցյալը։ Ստիպումը անցյալում եղած գայթակղությունները, գայթակղություններին տրված լինելը, այդ փաստերը արձանագրելը։ Սա է հիվանդ օրգանիզմը, որը ոչ մի դիմադրողականության ռեսուրս չունի, որ ասի շանտաղեն դու ես, հանցագործը դու ես, ու ես քեզ պետքա իմպիչմենտի ենթարկեմ։ Եվ այսպես այն բանից հետո հենց Հայաստան դաշինքներ որոշեց միանա իմպիչմենտին, դատախազը սենց եկավ կանգնեց, ասեց երկու հոգու էլ եմ տանում, տալոնին էլ կար, չէ՞, տալոնի նկատմամբ էլ քրեական գործ կասեց, երկու հոգու եմ տանում։ Գլխականակա էլի, կպակասացնեն էլի, կվախեցնեն, բան կանեն։ Ու եթե իրանք ուզենան, շարունակեն, վստահ եղեք, ոչ միայն Արծվիկ Մինասյանին եւ նախկին գեներալին, ոչ չգիտես ոնց է գեներալը ասել, գեներալ ընդամենը ուսադրյով, բայց ոչ երբեք հոգով գեներալը երբեք չի կարող սողալ, հիշեք։ Այդ անեկդոտ կա, չէ՞, ասում են ինչու գեներալները չեն վազում։ Դե ասում է խաղաղ ժամանակ դա մի քիչ հասկանալի չի, իսկ պատերազմի ժամանակ գեներալը վազելը դա արդեն խոճապ է։ Այո, սա է գեներալին բնորոշ վարքագիծը։ Եվ ոչ մեկ չէր ասել, չէր մտածել, որ գեներալը կարող է այս աստիճան նվաստ, խեղճ, ստորացված վիճակում լինի երբևէ։ Եթե նա այդպեսին է, ուրեմն նա գեներալ չի։ Ուղղակի ուսադիրներ են տվել ժամանակին գեներալի։ Գնանք առաջ։ Ես սկզբանե ասացի, որ այս թեման հուզելը ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս, Բաքվում, եւ այսպես Վրաստանի հայ համայնքն է արձագանքել այս թեմանին, թիրախավորել եկեղեցին նշանակում է հարվածել հայության հիմքերին, Վրաստանի հայ համայնք։ Ես միջև կանադառնամ այս տեքստին, չնայած տեքստը պատկերացնում եք արդեն մոտավորապես ինչ պետք է լինի։ Ես կուզենայի, որ այս նման հայտարարություններ լինեին Սփյուռքի բոլոր գաղթօջախներից, բոլոր։ Չէ՞ որ այն չխանձած խոզը, առայժմ չխանձած խոզը ինքը գիտի, որ իրանք աջակցություն չունեն, բայց ասում է եկեղեցին էլ աջակցություն չունի։ Չէ, այստեղ եկեղեցին չի։ Հարցը մենք գիտենք, թե սա ինչի համար է արվում։ Սա է խնդիրը։ Ես վերջի մարդը կլինեի աշխարհի վրա, եթե ես ինչ որ ձևով աջակցեի կաթողիկոսին։ Ինքը դա նախ իմ աջակցության կարիքը չունի, երկրորդն ինքը եթե մի քիչ ուղղակի հայրենասեր մարդ լիներ, ուղղակի հրաժարական կտար, ասենք ինքը կարող չհասներ երկիրը, բայց դա ինքը չի անի։ Ինքը այսօր էլ կարող է հակադրվի, ինքը այսօր էլ կարող է հակադրվի, որովհետև հենց հիմա Ադրբեջանը Նիկոլի հայր Ադրբեջանը ավիրում է հայկական մշակութային ժառանգությունները։ Հենց այսօր, հենց երեք, հենց մեկ շաբաթ առաջ ես որ այս ամեն ինչը սկսեց, Գարեգինը կարող էր գավազանը խփել գետնին եւ ասել. «Սարիկա թուրքը քանդում է մեր մշակութային ժառանգները»։ Ամեն օր դրա մասին խոսալ, բոլոր տեսակի մեդիաներով, պարտադրել, որ իր բոլոր համայնքները խոսեն։ Մի հատ հրովարտակ ուղարկեր, մի հատ կոնդակ աներ, մի հատ սանց կոնդակի ենթարկեր, բոլոր համայնքներում, բոլոր ռեսուրսներում գորային, որ Ադրբեջանը պղծում է հայկական ժառանգությունները։ Եվ սա կլիներ իրական հարված Փաշինյան ստահակին, բայց դա էլ չի անում։ Նստած սպասում է ոնց են իրան ստորացնում։ Կտրիչ, դու ինչ կտրիչ։ Քո անունն են դրել կտրիչ։ Ուրիշ թե լինեիր թեկուզ զաբակի տեր, թեկուզ այլասերված, բայց մի քիչ կտրիչ լինեիր, էլի, մի քիչ հայ լիներ մեջդ, էլ ասեիր այսպես, դե հիմա տես սատանի ծնունդ քո հետ ինչ է կատարվում։ Ահա քեզ իմ հրովարտակն ու կոնդակս, դե հիմա տար, տեսատակից ոնց ես դուրս գալի։ Բայց դա չի անում։ Չի անում ոչինչ մենք կանենք, մենք մեր ռեսուրսներով կանենք, ոչ թե կաթողիկոսին փրկելու համար, ոչ, այլ այս ճիվաղներին ցույց տալու համար, որ այդ եկեղեցուները մենք ենք, մենք, ոչ թե կտիչը, ոչ թե դու ճիվաղը, որ ասում է ինքը հավատարիմ, ինչ էր ասում, հավատարիմ հետևորդ, բարեպաշտ հետևորդ, Նիկոլը, այդ սատանի ծնունդը, փաստորեն, իրանք սա սատանաներով,
Սա այդ պիղծերով, իրենք բարեպաշտ հետևորդներ են հայ առաքելական եկեղեցու։ Այ հիմա հայ առաքելական եկեղեցու հետևորդները ամբողջ աշխարհով պետք է հնարավորինս ամեն ինչ ցույց տան, բոլոր ձևերով, քիչ էր մնում ասեի, բոլորը միամուռ մեջտեղի մատերը բարձրացած ցույց տային, որ մենք ենք այս եկեղեցու տերը, ոչ թե դուք պիղծերդ։ Եվ մենք մեր եկեղեցին կարող ենք վերականգնել, բայց դու տրիբունալի առաջ պետք է պատասխան տաս, դու հանցագործդ, դու պիտի դատվես Հայաստանի Հանրապետության սահմանությունը խախտելու ու մեզ զավակներին սպանելու համար։ Եվ այսպես կոչ եմ անում բոլորին, ովքեր կան, ովքեր միությունների անդամներ են, ովքեր, չգիտեմ, եկեղեցական միությունների անդամներ են, կուսակցություններ եք, չգիտեմ, արձագանքեք, որ սրանք իրենց մենակ լինելը, այսենց աչքների առաջ տեսնեն։ Որովհետև սրանք երկիրը տանելու են քաղաքացիական բախումների։ Ես սրանցից ամեն ինչ սպասում եմ։ Դուք ճիշտ հասկացեք, վիրուսին հիվանդ օրգանիզմ է պետք։ Եվ այս հիվանդ օրգանիզմը հիմա ինքը մնացել է 2 հիվանդ օրգանիզմների մեջտեղում՝ խորհրդարանական ընդդիմություն եւ այս կաթողիկոսական։ Իրան ավելի մեծ մասշտաբներ է պետք։ Ես ես հիշեցնեմ ով է Նիկոլ իրատեսակով։ Նիկոլը քաոսի սիրահար է։ Եթե նույնիսկ ամեն ինչ շաբանը հանգիստ է շուրջը, ինքը պետքա քաոս ստեղծի։ Ինքը կառուցող չի։ Իրա ոչ մի տեքստ, ոչ մի գործողություն երբեք չի նպաստել ինչ-որ մի բան վերականգնելու։ Այս մարդը ներքուստ քաոսի կարիք ունի։ Իրան պատերազմ է պետք։ Հիշում եք մարտի 1-ի այն ջարդերի ժամանակ ինչ էր ասում, ասում էր սիրտս փառավորվում է, երբ որ տեսնում եմ ոնց են ոստիկանին ծեծում ու ջարդում։ Ոստիկանները սա ձեր համար էր ասում։ Այս մարդու սիրտը փառավորվում է, որ ինքը տեսնում է ձեզ ոնց են ջարդում։ Հիմա էլ է փառավորվում, երբ որ տեսնում է դուք ոնց եք ջարդում մարդուն։ Այսինքն սրա սիրտը փառավորվում է, որ մարդ են ջարդում։ Ոչ թե ով ումա ջարդում, հասկանում եք, սա քաոսի սիրահար է։ Ինքը սիրում է ոնց են, ասենք, տեսնում է ոնց են տրել ու շուռ տալի, ոնց են պոկում այդ բորդուրներն ու երկաթի կտորները շպրտում իրար վրա։ Ինքը քաոսի սիրահար է։ Երբ ինքը ստեղծելու է այդ քաոսը, վաղը գտնելու է ձևեր շրջափակել տա իր հոտով եկեղեցի կամ էջմիածնի, չգիտեմ, սա անելու է, սա գնալու է ամեն ինչին։ Սա գնալու է ամեն ինչին, որովհետև այս ները մի բան ասում, քաոս, ներն ու ներուհին, քաոս, որտեղ խաղաղ ժամանակում իրանք տալու ոչինչ չունեն մարդկությանը, իրանց քաոս է պետք իրենց երջանիկ և ասենք օգտակար զգալու համար։ Ասենք սրան։ Հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ։ Պարոն Հակոբյան, դրանում է կայանում է քաղաքացիների երջանկությունը։ հարկը գիտեմ, հարկը վճարում, բայց Իսկ երջանկությունը ինչպես եք սահմանում դուք։ Հասկացաք, չկա ուրիշ երջանիկ լինելու, հարկերը վճարեք, շատ վճարեք, դա պետք է նախագահն է, որ դուք երջանիկ, որ իրենք երջանիկ լինեն։ Հասկացեք, քաոս եւ փող։ Սա ում ուզածն է։ Ով է երկրի վրա ստեղծում քաոս եւ ով է գայթակղում մարդկանց։ Հիշում եք։ Այո, ները։ Սա ների խոսքերն է։ Սա ների ֆորմուլան է։ Դուք մի մտածեք, այս ամեն ինչը պատահական է։ Սրանք ների ծնունդ են, իրենց բովանդակությամբ, իրենց մտածելակերպով, իրենց խարանով ճակատների։ Ամենավտանգավոր մարդը, հիշում եք, մենք խոսացել ենք այդ մասին։ Անպատկառ մարդն է։ Իսկ բանի խոսքերով ասած, Բերսերևայի խոսքերով ասած, եթե հիշում եք, մեր դասախոսը հիշացրեց այն կինը։ Ասես Բերսերևան երկար ժամանակ կենդանիներին ուսումնասիրելուց հետո սկսեց մարդկանց ուսումնասիրել, ինքը եկավ այն եզրակացության, որ ամոթն ու խիղճը կորցրած մարդը անասնանում է։ Այս սրանք են, այս դեմքով, հարկերդ վճարեք, որ մենք երջանիկ լինենք։
Ինչ է իրանց պետ երջանիկ լինելու համար, կառավարման համար քաոս, երջանիկ լինելու համար փող, ուրիշ ոչինչ բան։ Ինչ երջանիկ, ինչ բարեկեցություն, ինչ պետություն, ինչ համերաշխություն սոցիալական համերաշխություն իրանց պետք չի։ Իրանց այս մարդիկ էլ պետք չեն, որոնց զրկում են իրենց ուղղակի խաղատեղից։ Լսեք։ Ընկնում բան չկանելու, այստեղ գիտեմ, որ մարդիկ հավաքվում են, գալիս ենք, խաղում ենք, զբաղվում ենք, նարդիա, բլոտա, շախմատա, 3-4 ժամ ամենակիչը զբաղվում ենք են։ Էլ է ուրիշ գործ չունենք անելու, այս տալիքի մարդը ինչ պետք է անեմ, մեծ է հանգստություն։ Ինչ եք ուզում անեք, ինչ եք բանանում, ինչ եք քանդում օրինակ։ Ես գտնում եմ, որ սխալ է, որ քանդում եք։ Ինչի են քանդում։ Ես ձեզ պետք է հարցնեմ։ Դուք չեք հարցրել այստեղ քանդողներին։ Ոչ։ Մարդիկ տեղ ունեին, շախմատ էին խաղում, նարդ էին խաղում, քանդում են։ Ոչ մեկ չգիտի ինչ են քանդում են։ Իսկ ով գիտեր, ով հասկացավ, այդ ծառերը ինչու կտրեցին։ Այդ հսկայական թղթիները, որոնք չասեմ, տասնամյակներ էր պետք, որ այդ թղթիները աճեին այդ բարձրությամբ, վերևից հովանեին, տակը ազատ։ Բայց ով հասկացավ, ինչու տան քանդեցին։ Հետո պարզվեց, որ մեկին 50-100 անգամ թանկ սակուրաներ էին ներմուծել, կոռուպցիա համար, որպեսզի դա տնկեն, դա պետք է տնկել միտեղ, դա պետք է դա համար ավիրեին Հայաստանը, չէ, ավիրեին քաղաքի կենտրոնը։ Նույն տրամաբանությունն է, փող, քաոս։ Ուղղական չի արդյունքում ով կշահի, ով կտուժի, փող։ Իրանց ինչ համար, իրանց համար ինչ տարբերություն, ես մարդիկ կզրկվեն իրանց զբաղմունքի տեղից, թե չէ, մարդիկ կզրկվեն իրանց թթվածնից, հովի արևին, վառող արևի տակ քայլելու, այդ հովին քայլելու հնարավորությունից, այդ ծտերը կզրկվեն իրենց բներից եւ ընդհանրապես միջավայրից, որտեղ ցիտիկները իրենց բույները կառուցեին, որի արդյունքում ворթը չեր ուտի, հա, բնությունը, որի արդյունքում փոշին չեր կանգնի քաղաքի վրա գնալու տեղ չեր ունենա, որտեղ ամեն մի ծառ տարեկան կարծեմ մոտավորապես 3-ից 5 տոննա փոշի է մաքրում, եթե ճիշտ եմ հիշում թիվը, եթե հիշում եք դուք կոնկրետ թիվը գրեք, ամեն մի ծառ չկա, դրա համար որ քամի է լինում, չի երևում, դիմացի շենքը չի երևում Հայաստանում, ինչի՞ համար ծառ չկա, բայց դե ինչ, բայց դե ում է պետք, քաոս, փող, իսկ ես միևնույն ժամանակ, հենց այդ ժամանակ Նախիջևանում թուրքերն ու ադրբեջանցիները անխորտակելի եղբայրություն զորավարժություններ են իրականացնում, անխորտակելի եղբայրություն, որի նպատակը գիտեք ինչն է, այո, խորտակել հենց Հայաստանը, բայց դա ում է հետաքրքրում, ում է հետաքրքրում, փող և քաոս, թող ադրբեջանցին թուրքերի հետ ռազմավարություն իրականացնեն, համագործակցեն, կոորդինացնեն իրենց ապագա գործողությունները, ոնց են Հայաստանը վերացնելու, իսկ այդ ընթացքում մենք քաոսի այս քողի տակ կթալանենք ինչքան հնարավոր է եւ կփորձենք փախչել, կփորձենք, բայց ես վստահ եմ, որ դուք բոլորդ կհասցնեք փախչել ի վերջո։ Մենք արդեն խոսացինք, չէ՞ որ այո, շատ տեղեր անհանգստացած են։ Ինչ է կատարվում։ Եվ այսպես նիդերլանդական օրագիր գրում են Նիկոլ Փաշինյանի կաթողիկոսին ուղղված նոր հայտարարությունն ու դրա օրինական հիմքերը ներկայացնում ենք երկրորդ վերլուծական հոդվածը։ Ուղղակի է բացառապես նշված է ինչ կարող է անի, ինչ չի կարող անի Փաշինյան Նիկոլը։ Բայց հասկանում եք, չէ՞ որ այս բաները ինչ է հնարավոր անի, այսինքն Հայաստանի սահմանադրությունը այս մասին ունենք ինչ ասում։ Հայաստանի սահմանադրությունը Հայաստան աշխարհիկ պետություն է սահմանադրության, հա, առաջին եւ 18-րդ հոդվածներ, ինչը նշանակում է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին հարցերին, այդ թվում նաեւ կաթողիկոսի ընտրությանն ու կարգապահությանը, հա։ Կա հայ առաքելական եկեղեցու մասին օրենք,
Այս օրենքը հստակ նշում է հոդված 4-րդ կետ, որ եկեղեցին ինքնավար է եւ իր ներքին կառույցներով եւ գործունեությամբ կաթողիկոսի կարգավիճակին վերաբերող ցանկացած որոշում օրինակ պաշտոնանկություն կարգալուծում բացառապես եկեղեցու իրավասության ներքո է։ Այսպիսի բաներ են գնում մարդիկ հուշելով, որ օրենք կա եւ վերջը, բայց ում են հուշում մեկին, որը թքած ունի օրենքների եւ սահմանադրության վրա, որը վերցրեց մի գիշերվա մեջ Հայաստանը տվեց Ադրբեջանի գյուղերը, ասեց ծարտ ընկեք, ստերից պետք է հանցնի սրանց հետո սահմանները, խոսք եմ տվել, Արցախն էլ Հայաստան չի, այդ շրջաններն էլ ազատագրված Հայաստան չեն, տեղ գյուղնի, ասեն պետք է գազ հասնես տեղ գյուղի այդ մատույցներ, որ մարդիկ պատոհանից ադրբեջանցուն տեսնեն, անասուն արածացնելուց էլ կորեն ու հայտնվեն ադրբեջանական տարածքներում։ Ջերմուկում գա մտնի հաստի թուրքը միջև ջերմուկ։ Հասկանում եմ, որ այս ամեն ինչը պետք է օրենքի մասին խոսալ, սրանց հիշացնել, այո պետք է, բայց ում ենք հիշացնում մեկին, որը ուղղակի հանցագործ է։ Ու դրա համար եմ ասում, հարգելի հետևորդներ, քաղաքական դաշտում, վերլուծական դաշտում, եթե տեսնեք մեկին, որ Նիկոլ Փաշինյանի մասին դեռ խոսում է որպես օրինական, օրենքի դաշտում գործող ինչ-որ մեկի մասին, դուք դիմացը տեսնում եք ձեր կամ անմեղսունակ կամ վարձկան։ Իսկ ես միշտ ասել ու ասում եմ, Հայաստանի վերլուծական քաղաքական դաշտում անմեղսունակ չկա։ Հայ մարդը խելոք է։ Ինքը կարա սրիկա լինի, բայց ապուշ չի։ Այնպես որ, եթե դուք նման մեկին եք տեսնում, դուք տեսնում եք ուղղակի քողարկված, լավ քողարկված, լատենտ, կիսա բացահայտված կամ լրիվ չբացահայտված վարձկանի։ Այս օրենքները հո ես չեմ գրել, ժողովուրդ ջան, ոչ էլ ինձանից հորինում եմ։ Սա չի հանգստանում։ Ես սա չգիտեմ ով է։ Շատ մարդիկ ասում են վարչապետի կինն է, բայց հասկանում եք, մեկը խոսում է օրենքից, պատշաճությունից, բան, որը ունի 4 երեխա մեկից, որը կինն էլ չի։ Ես երբեք դրա մասին չէի խոսի, իմ համար մեկ է, ով ում է ամուսնացած, ով ում է չի ամուսնացած, բայց երբ որ այդ մարդը խոսում է բարեպաշտությունից, ուզում ես հարցնես, այս սրիկա, դու բասի են, որ այդքան երեխա տարա սպանեցիր, նաև դու հիմա խոսում ես բարեպաշտությունից, երբ որ քո երեխեքի մայրը քո կինը չի։ Եթե նույնիսկ այդ երեխեքներն են ունի, ես չգիտեմ այդ երեխեքը նույնիսկ կարող է պարզվի էլ իրանա չի։ Բայց այս հրեշը չի հանգստանում։ Ու աչ ու ձախ մարդկանց ոչիլ կոչելով, բացահայտ ոչիլ, թաքնված ինկոգնիտո ոչիլ, այս հրեշի բառապաշարի անբաժանելի մասն է ոչիլ։ Հետևի նրա համար, որ ամբողջ կյանքը հենց դրանով զբաղված եղել։ Եղունգներով, չխնամված եղունգներով, գլխամաշկից ոչիլ պոկելով եւ կամերաների առաջ դրանց հետ խաղալով կամ գլխի կեղտը։ Ու սա հնարավորություն է այսօր աչուձախ բոլորին ոչիլ ասելու։ Միևնույն ժամանակ ներկայանալ որպես կրթության ջատագով։ Հայերենը հարուստ լեզու է։ Հայերենում կրթություն բառից վերև կանգնած է բարեկրթություն բառը, որ այս պարագայում ցույց է տալիս մի բան, որ կարող են մարդիկ խոսել կրթությունից, չլինելով բարեկիրթ։ Այս դեպքում սա ունենք։ Եվ այսպես, ես որ ասում եի տանելու եմ բախումների, պատահական չի ասել, չի ասում։ Ինչ է ասում սա, դեռ չխանձած կենթանին։ Սա պետք է ձևավորվի մի խումբ, որը կազատի վեհրանը սրբապղծությունից, չի բացառվում վարչապետներ մասնակցի։ Օրինակ դուք ոնց եք պատկերացնում։ Ինչ խումբ պետք է ձևավորվի, ոնց է ազատելու վեհրանը սրբապղծությունից։ Այսինքն, եւ ով է ասում, որ զավակ ունենալը սրբապղծությունը, նա սկսենք այդտեղից։ Դա կարող է ուխտի խախտումը, սրբապղծություն, պիղծերը խոսում են սրբապղծությունից, որ հանկարծ ոչ մեկ իրենց մասին չխոսա։ Ինչևէ,
Ինչը նշանակում ձևավորվի մի խումբ, որը կազատի վերանը սրբապղծությունից, վարչապետներ պիտի մասնակցի։ Օրինակ ոնց եք պատկերացնում, ասենք ԿՊ-ականների մի հորդա պետքա պիկետ անի մայրաթորի դիմաց, հետո ներխուժի վեհարան, կաթողիկոսին քաշի տեղից հանի, հա ոնց, օրինակ ոնց եք պատկերացնում։ Ես վստահ եմ, որ սրանց նպատակների մեջ գուցե դա էլ է, ասենք մտնում, հավաքեն իրենց պետական ռեսուրսներով ինչքան հոտ կգտնեն, որ կգնա կկանգնի ինձ, կազմակերպեն ինչ-որ մի բան, բախում, հա, որ կաթողիկոսին կարողանան քաշեն հանել վերանից։ Ես ուզում եմ հենց վաղնել փորձեն։ Ուզում եմ հենց վաղնել փորձեն։ Ոչ թե նրա համար, որ ես ուզում եմ քաղաքացիական բախումներ, չէ, ուզում եմ հենց վաղնել սրանք գնան ու հասկանան մի բան, որ իրենք ժողովրդի մոտ ոչ մի աջակցություն չունեն։ Որ հայ ժողովրդի համար դուք ինչքան ուզում եք խոսացեք, որ կաթողիկոսը զավակ ունի կամ չգիտեմ աղջիկ ունի եւ ինքը մեծ վտանգ է ներկայացնում եկեղեցու համար, ժողովուրդը չի հասկանալու դա։ Որտեւ ինքը իդեմս ձեզ է այդ վտանգը տեսնում։ Որ դուք եք իրական վտանգը, ոչ թե կաթողիկոս ունի, աղջիկ թե չունի։ Ի վերջո, հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի համար հազարամյակների պատմություն ունի։ Դուք ես ամբողջ պատմական ընթացքում մի հատ ընդհանրապես էս ակնթարթ եք։ Շատ դառը, շատ վատ, ալյունոտ, ծանր ակնթարթ։ Դուք չեք կարող մրցակցության մեջ մտնել հազարավոր տարիների վստահություն ունեցող հիմնարկի հետ։ Նույնիսկ եթե իր կաթողիկոսը զավակ ունի, զավակ չի սպանել։ Հասկացաք ձեր ու իր տարբերությունը։ Ինքը զավակ ունի, ձեր նման այդ զավակներին չի սպանել։ Հետևաբար, այդ ժողովրդի ընկալումների մեջ դուք ավելի մեծ վտանգ եք ներկայացնում պետականության համար, քան կաթողիկոսը։ Ընդ որում իր գործը իր ունենալ չունենալը քրեական ոչ մի հետևանք չի ենթադրում։ Այդ մարդու ոչ մեկի տունը ինքը չի քանդել։ Դուք հազարավոր ընտանիքներ եք քանդել։ Տասնյակ հազարավոր ընտանիքի թողել եք անտեր, անտուն, անհայրենիք։ Այ դուք եք իրական վտանգը։ Դրա համար եմ ուզում վաղը իսկ սկսեք այդ process-ը եւ կտեսնեք դա ինչի է բերելու։ Եվ այն ժամանակ կտեսնեք քաղաքական բախումների կամ հանրային հասարակական բախումների իրական արդյունքը եւ որ ժողովուրդը կարող է ի վերջո ձեզ բախի այդ պատերին։ Այ այն ժամանակ կտեսնեք ինչա նշանակում իրական քաղաքացիական բախում։ Իսկ Հայաստանում ով ինչ ուզում անի, երբեք քաղաքացիական բախում չի կարող հրահարել։ Որը տեսնիլը վաղուց եղել էր։ Հայաստանը շատ մոնոէթնիկ է, շատ միատար է։ Հայաստանը նույնիսկ հայ մարդը նույնիսկ իր յենիչերուն չի կարող քարով խփի։ Այդ անհայրենիք ոստիկանին, որ գալիս է իր տուննա խլում ձեռքից, հացնա խլում ձեռքից, ապագանա խլում ձեռքից, կյանքնա խլում։ Գիտե, բայց նույնիսկ ձեռը չի գնում այդ արժանի, ամեն ինչով արժանի յենիչերի գլուխը քարով ջարդի։ Չի գնում ձեռը, էլի։ Սա փաստ է։ Լավ է, վատ է, ես դա չեմ քննարկում։ Մենք բոլոր տեղերում տեսել ենք ինչ են անում ոստիկանները այդ բախումների ժամանակ։ Հայկական պատմության մեջ դες բան չկա։ Բացի մարտի 1-ից, որից Նիկոլ Փաշինյանի սիրտը փառավորվում էր։ Էն էլ ինչի՞ց եղավ դա։ Երբ որ ոստիկանությունը ինքն էլ նախաձեռն է ջարդ, հա, ինքը ստացավ պատասխան։ Յակ դեպքն է։ Ու սրանք թվում է իրանք պետք է կարողանան մտնել կաթողիկոս անեն։ Ես կաթողիկոսի պաշտպանը չեմ։ Ես ձեր խավարումն եմ ուզում տեսնել ու տեսնել եմ։ Հիմա տեսնենք ինչ է կատարվում Ռուսաստանում։ Бомба, смотри-ка. Бомба же у него там на самолете. Еще взрыв. Пиздец. Давайте из дома. Եվ այսպես։ Ինչ կատարվեց այսօր Չեբաքսարում։ Դրոններով կարողացան ավիրել այն գործարանը, ուղղակի ավիրել են գործարանը, որը կարողանում էր էլեկտրոնային մասեր ապահովել բոլոր հեռահար, համարյա թե բոլոր հեռահար հրթիռների համար, դրոնների համար, նույն շախետների համար,
Այսինքն էլեկտրոնային մասեր, որոնք անհրաժեշտ են բալիստիկ բոլոր տեսակի հրթիռների համար եւ դրոնների համար։ Եվ այդ գործարանը այսօր ավիրվեց։ Ես ուզում եմ ասել, հիշեցնել, որ այն ինչ որ ավիրվում է Ռուսաստանում, դա ժամանակավոր բնույթ չունի։ Դա չվերականգնվող է։ Այսինքն առնվազն Ռուսաստանը չի կարողանալու այլևս հրթիռ արտադրել իր սեփական կարիքների համար, որի կարիքը ինքը շատ ունի։ Երեք էր, հիշում եք, ես ասացի, որ Ուկրաինան արդեն կարողանում է խփի Su-35 էր խփել հենց Ռուսաստանի տարածքում, Կուրսկի մարզում։ Դա բարձրացել էր, որ կինժալներով խփի։ Նախ այն ինչ որ 6 հատ կինժալ եկել էր Ուկրաինայի վրա, 6-ն էլ օդում խփել են եւ խփել են այն Su-35-ը, որը օգտագործում, բոլոր կրակում էին դա։ Պատկերացնում եք ինչ են արել։ Եվս 1 Su-35, որը կարողանում է այդ բալիստիկ հրթիռները օգտագործի։ Ու այսօր պարզվեց, որ այդ հրթիռին, այդ ինքնաթիռին խփել է, նայեք, Su-35, դա 5-րդ սերնդի ինքնաթիռը, 5-րդ, այսինքն իր էկվիվալենտը F-35-ն էր։ F-35-ը պետք է լինի, համարժեքը։ Այդ ինքնաթիռին խփել են Ուկրաինայի տարածքից F-16-ով։ Այսինքն ամերիկյան F-16-երը պահում են ուկրաինական երկինքը եւ F-16-ը կարողացել էր խփել Su-35-ին, որ դրանք համարժեք չեն։ Դուք պատկերացրեք ինչ կաներ F-35 անգամ եթե ունենա Ուկրաինան, որը արդեն ունի իմիջիայլոց եւ Իսրայելը եւ Հունաստանը։ Սա նշանակում է նաեւ, որ ոչ միայն այլևս օդը չեն կարող օգտագործել, նախ որ արդեն այդ քանակության բաներ ինքնաթիռներ չունեն, հրթիռներ չեն ունենալու։ Եվ նույնիսկ եթե ինքնաթիռել հանեն վերև, հրթիռել գտնեն ինչ որտեղից կրակելու համար, նա շատ քիչ հավանականություն է, որտեղ կհասնի եւ շատ քիչ հավանականություն է, որ օդ բարձրացած այդ Su-35-երը կամ չգիտեմ ինչը բարձրանալուց հետո կիչնի ներքև։ Որը կարծում եմ շատ կարգին, շատ ուժեղ ցուցանիշ է։ Սան էլ ավելացնենք, որ երեք ես ասացի, որ Ֆրանսիան համատեղ արտադրություն է սկսում Ուկրաինայում դրոնների, որը ստեղծվելու է ֆրանսիական, ասեմ, Ռենո գործարանի հիման վրա։ Այդ բազայի վրա է հիմնվելու։ Ուրեմն զուգահեռել ավելացնեմ, որ Գերմանիայում մեքենա արտադրողներ, մասնավորապես Volkswagen-ը, սկսելու է զենք արտադրել։ Այսինքն այն երկրները, որոնք ունեն լավ մեքենաշինություն, մեքենա արտադրող հիմնարկներ, դրանք շատ արագ կարողանում են շատ բարձր որակի զենք ստեղծել։ Ինչի՞, որովհետև իրենց արտադրական ծավալները մեծ են, աշխատանքային ռեսուրսները մեծ է, մանավանդ իրենք ունեն փորձ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ինչու է օրինակ իտալական, բրիտանական, ֆրանսիական, գերմանական, ամերիկյան զենքերը հայտնի եւ ուժեղ, նաեւ շվեդական, որտեղ Saab-ը, բոլոր բրիտանական մեքենաշինության մեջ հայտնի ֆիրմաները, Ամերիկայի Միացյալ Նահանգներում Ford-ը, Cadillac-ը, Գերմանիայում դե արդեն գիտեք, BMW-ն, Porsche, դրանք բոլորը փորձ ունեն եւ շատ արագ կարողանում են վերապրոֆիլավորվել բարձրորակ զենքեր արտադրելու համար եւ գանք հիմա Ուկրաինա։ Ուկրաինայում սկսող նախնական դրոնների արտադրությունը, որը լինելու է Peugeot-ի, Renault-ի կներեք, հետ համատեղ ենթադրում է, որ այն փորձը, որ արդեն Ուկրաինան ունի, այն գիտելիքները արդեն պրակտիկան են, արհեստական բանականության օգտագործման հետ, արդեն այդ level-ը, որ ունի, գա Renault-ն իր արտադրողականության հետ, պլյուս նաև տեխնոլոգիաներ, ինչու ոչ։ Դուք պատկերացեք ինչա կատարվելու այլևս ռուս-ուկրաինական պատերազմում։ Պատերազմը լինելու է բացառապես Ռուսաստանի տարածքում, որը հիմա արդեն ընթանում է։ Երկաթգիծը ոչինչ չի կարողանում տեղափոխել, կամուրջները քանդված են, պահեսները, նավթապահեսները ռմբակոծված են,
մի խոսքով օդանավակայանները ռմբակոծվում են, այսինքն պատերազմը հենց դրոններով ոչ թե մարդն է գնում։ Ի տարբերություն, տեսեք, ի տարբերություն ուկրաինական ճակատի, Ռուսաստանը մարդ է տանում, իր մարդկանց տանում այնտեղ հանձնի հողին։ Ռուսաստանի խոսքում ոչ մի ուկրաինացի չկա պատերազմով։ Պատերազմը բացառապես տեխնիկան։ Պատկերացրեք տարբերությունը։ Դե հիմա արդեն սրանից կարելի է ենթադրել դրա էֆեկտիվությունը, թե ինչքանով է դա արդյունավետ է։ Դրան էլ ավելացնենք, որ Իսրայելն էլ շատ անակնկալ է սա իմ համար, Իսրայելն էլ տվել է ու հաստատել է, որ Ուկրաինան տվել Patriot համակարգերը, սա հակաօդային պաշտպանությունը, որը անգամներ կծածկի Ուկրաինայի տարածքը։ Հիմա գանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, տեսնենք ինչ խայտարակություն այնտեղ կատարվում։ Ամերիկայի Նահանգները ունի այսպիսի մի թշվառ պրեզիդենտ, ցավոք, ես գիտեմ, որ ինձ հետևորդների շատերին, գուցե ոչ շատերին, ամեն դեպքում ինչ որ մի մասի այդքան էլ սրտով չի, որ ես ասում թշվառ, բայց ես մարդուն ասում եմ թշվառ գործերին նայելով։ Ես չեմ նայում ինքը ոչ կուսակցությունից է, ում հորեղբայրն է, ում հետ է բարեկամ, բացարձակապես ինչի հետ ակրկում, որտեղ նախ ես կուսակցական չեմ, երկրորդն ես մարդկանց չեմ դատում իրենց կուսակցական պատկանելությամբ, այլ ես գործերով։ Այս մարդը ուղղակի նորից հիշեցնում, ովքեր դեռ լուրջ են ընդունում այս թշվառին, որ եկած օրվանից բոլոր հայտարարություններով եւ գործողություններով եղել է հակասահմանադրական ոչ մի նախագահի դատարան այդքան չի մերժել իր հակասահմանադրական գործողությունների մեջ, որքան Թրամփին ընդամենը 3 ամսա մեջ։ Եվ այսօր էլ կոչ արել ձերբակալել Կալիֆոռնիայի նահանգապետին։ Այսինքն մի բան, որ ընդհանրապես ինքը դրա լեգիտիմ իրավունքը չունի։ Ինքը դրա հետ ոչ մի կապ չի կարող ունել։ Դրա նման լիազորություններ նախագահները չունեն։ Եվ սա այն տեխնիկան է, որը տեղափոխվում է Լոս Անջելես։ Այդ միգրանտների հետ, այդ բախումների համար։ Գիտեք ինչի՞։ Որովհետև տեղի ոստիկանները իրանք ասել են, լսեք, մենք կարգ կհրավիրենք, բայց մենք ցուցարարին չենք ջարդի։ Պատկերացրեք, LA-ի Լոս Անջելեսի ոստիկանները հրաժարվել են ջարդեն ցուցարարներին։ Եվ սա տեխնիկա է ուղարկում։ Տեխնիկա է ուղարկում եւ զինվորներ 2000 հոգի ուղարկել է, որ ջարդեն է ցուցարարներին։ Այն որ Լոս Անջելեսի տարածքում միգրանտների հետ կապված, անտուն միգրանտների հետ կապված խնդիրը կա, դա վաղուց կա։ Բայց դրա լուծումը զորքով ու զենքով չի։ Եվ այն ինչ որ ինքը այս համատարած ուզում է իրականացնի, դա էլի, ոնց ասեմ, դա գիտությունից առանց մտածված գործողություններից կա մեկը, որ կարող է ինձ համոզի, օրինակ, որ բանը սրա գործողություններն ու որոշումները տրամաբանված են եւ հետեւողականորեն իրականացվող։ Ոչ, որովհետեւ ինքը կարող է ինքն իր որոշումը ընդհանրապես հաջորդ օրը հերքի։ Էմիսոն ասի ես չեմ հիշում, դա նշանակում է, որ մենք գործ ունենք մեկին, ոչ միայն համակարգային մտածելակերպ չունի, այլ նույնիսկ չգիտի ինքը ինչ որ անում է, ինքը ճիշտ է անում, թե ճիշտ չի անում։ Իսկ նման մարդը երբ որ հայտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետության ղեկին, նա սպառնալիք է։ Այդպես մարդը նույնիսկ ընտանիքում է սպառնալիք։ Պատկերացրեք ընտանիքի հայր, որ ասենք ունի 3 զավակ եւ կին։ Օրեկան մի բան է փոխում կարծիքի մեջ։ Այդ զավակները խելագարվեն, թողենք կգնան տնից։ Կինն էլ կգնա։ Որտեվ չեն հասկանա այս ինչ ոնց անեն, որ այս մարդու ճաշակն ու պահանջները բավարարվի։ Ասեք, մեծ ընտանիքի վրա վերցրեք, տեսեք ինչ է ստացվում։ Քաոս։ Քաոս, քաոս, քաոս։ Իսկ դուք պատկերացրեք հիմա այս կարգի մարդ Ամերիկայի Միացյալ Նահանգների նման հզոր երկրի նախագահ է։ Սրա գործողությունները ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Քաոս։ Կանադացիները լավ հումոր ունեն։ Հիշում եք սա ասում էր Կանադան պետք է դառնա իմ 51-րդ նահանգը։ Այսօր Կանադան է առաջարկել։ Օրինակ Վաշինգտոն նահանգին, Օրեգոն
Կալիֆոռնիա եւ Նևադա նահանգներին առաջարկել է, բաց չի լինի, գիտեք, մենք կարող ենք միանալ դառնալ Կանադայի մի մաս, իմջելով բոլոր նահանգները Վաշինգտոնից սկսած, մինչև Կալիֆոռնիա, Նևադա, կարող են ինքնին որոշում կայացնել եւ դուրս գալ Ամերիկայի Միացյալ Նահանգներից որպես նահանգ, միանալ Կանադային։ Եվ այսպեսի մի պատկեր կլինի։ Բնականաբար սա չէր կարող լինել, ասենք մի 6 ամիս առաջ, քանի որ ոչ մի Ամերիկայի Միացյալ Նահանգներ չէր այդ կարգի լկտի գտնվել, որ ասեր դու պետություն չես, դու կվազի պետություն ես։ Հիշում եք նույն բանն ասում էր Մասկը, ձեռ էր առնում, ձեռ տիկին Տրյուդո էր ասում, նահանգապետ Տրյուդո էր ասում։ Հիմա Կանադան առաջարկում, ասում են, ձեր ինչին է պետք է դի։ Ձեր ինչին է պետք։ Կանադայում սոցիալական վիճակը, սոցիալական փաթեթը, մարդկանց ապրելու սոցիալական փաթեթը անհամեմատ ավելի բարձր է, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Դա լինի վերաբերող կրթությանը, բժշկությանը, սոցիալական ապահովությանը, ծերություն, թոշակ բան, ամեն ինչ անհամեմատ ավելի ստաբիլ է, ապահով եւ կանխատեսելի, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Սա մի քիչ հումորային է այսօր հնչում, հա, բայց ես ոչ մի բան չեմ բացառում։ Սա մի քիչ էր մնաց նախագահի պաշտոնում, կարող է Կալիֆոռնիան ինքը առանձնանա։ Կասկում ինչ է նշանակում, ինքը որոշել է, որ Կալիֆոռնիայի նահանգապետին պիտի ձերբակալի։ Կալիֆոռնիան ամենահարուստ նահանգն է ինքնուրույն։ Դա կարող է վառնել անկախանա։ Կալիֆոռնիայի հնան, նույնիսկ Ռուսաստանը, երբ որ իր լավագույն ժամանակ, որ նավթի գինը բարձր էր, էկոնոմիկան բարձր էր, Ռուսաստանից երկու անգամ հարուստ։ Մենակ Կալիֆոռնիան, պատկերացնում եք իր կշիռը Ամերիկայի Միացյալ Նահանգների մեջ։ Ու ինքը որոշել է, որ կարող է այդ առանձին հավայրապետության, Կալիֆոռնիա պետության, որը նահանգ է, համաձայնվել է, որ ինքը լինի նահանգ, հա, դա ղեկավարին ձերբակալի։ Բնականաբար ես չգիտեմ ինքը հասկանում է ինչ անում, ինչ չի անում, բայց Կանադան տեղում առաջարկություն անում է։ Դու ինձ հետ առաջարկում դառնամ քո 51-րդ։ Ես հիմա քո նահանգներին եմ ասում, welcome, արեք իմ մոտ լավ ծրագրեր կան։ Վատ էլ չենք ապրում ենք Կանադայում։ Ես Ռուսաստանի գործերն այնքան է վատացել, որ նույնիսկ Օրբանն է հայտարարում, որ Ռուսաստանը ի վիճակի չի նույնիսկ Ուկրաինային հաղթել։ Նա ընդհանրապես ճար չունի ՆԱՏՕ-ի վրա հարձակվի։ Սա հուսահատ Օրբանն է, հուսահատ։ Որտեղ ինքը հասկանում է եւ դիտում է տենդենսը։ Տենդենսը տեսնում է, որ ոչ միայն Ուկրաինայի տարածքում դե հաղթանակ չկա, այլև կորուստները հենց Ռուսաստանի խորքում։ Վերադառնանք մեր գառներին։ Լսենք մեր պապիկին։ Ավելորդ մարդիկ ենք այս պետության համար մենք արդեն պիտանի չենք, այլ վնասակար ենք, թոշակ ենք ստանում պետությունից, որ մերնենք, այդ թոշակը կմնա պետ բյուջե, Փաշինյանին աշխատավարձ կլինի։ Բարդան աշխատավարձ չէ։ Հիմա այն չխանձած կենթանիներին եմ ուզում ասել։ Հիմա հասկացաք ով եք դուք։ Այս մեծահասակների համար դուք են մարդիկ եք, որոնց ստիպել եք մտածել, որ իրենք մտածեն իրենց համար, որ իրենք ավելորդ մարդ են, որ դուք իրենց մեռնելն եք ուզում։ Պատկերացրեք մի ընտանիք, տան մեծը վստահ լինի նրա մեջ, որ ընտանիքի անդամները իրա մեռնելն են ուզում, որովհետև ինքը բեռ է այդ ընտանիքի վրա։ Պատկերացրեք, այսինքն իրենք զգացնել են տվել, ու ասում են բառացի, որ բեռ եք դուք մեր, որ իրանց երազում եք եփեն իրենք մեռնելու, այդ փողը օգտագործեն իրանց համար։ Ուղղակի սրբապիղծ ասեցիք, հիշեցի, էլի ով է սրբապիղծը։ Սա մարդկանց կարծիքն է ձեր մասին։ Փաշինյանն ասում է, որ վարչապետին փոխելուց առաջ Աղեմ Փաշինյանը։ Փաշինյանն ասում է, որ վարչապետին փոխելուց առաջ Աղեմ Փաշինյանը։ Սա ձեզ է ուղղված։
Սա էրզրումումը։ Բա ազգ այս ժառանգություն ունենա։ Ու այս վիճակին լինի։ Ինչքան sense բերդել ենք թողել այդ շներին եւ Արևմտյան Հայաստանում եւ Արցախում։ Ինչքան։ Ու այսօր այս դավաճաններն այսօր ուրացողները խոսում են սրբություններից։ Խոսում են բարեպաշտությունից։ Գուցե հենց մեղավորը մենք ենք։ Գուցե մենք ժամանակին ու adekvat պատասխանը չենք տվել այս ամեն ինչին։ Դրա համար իրենք մտածում, որ կարող են ավելին, իսկ ասեմ ցանկացած անպատիժ մնացած հանցագործ ինքը մտածում է, որ կարող է ավելին անի։ Եթե սրա համար ինքը չպատժվեց, ուրեմն ինքը կարող է ավելին իրան թույլ տա, ի՞նչն է խանգարում, ինչի պիտի չանի։ Մեր մեղավորությունը այսօր ինչ չեմ կարող ասել։ Ոչինչ։ Որովհետև եթե մենք վերադառնանք մեր առաջի թեմային, վիրուսի մասով։ Եթե այս վիրուսը դեռ խոսում է, դեռ պահանջներ է ներկայացնում, նշանակում է ինքը հույս ունի, որ գտնվելու է հերթական հիվանդ օրգանիզմը, որի հաշվին ինքը դեռ ապրելու է։ Ինքը դեռ գոյատևելու է, գուցե նաև ուժեղանա։ Այստեղ մեզանից է կախված։ Կամ մենք բացասում ենք դիմադրողականությունը բոլոր իմաստներով, բոլոր։ Կամ տրվում ենք այդ վիրուսի քայքայիչ ազդեցությանը։ Չկա երկրորդը, վիրուսը ագրեսիվ, վիրուսը ինքը տիֆա, ինքը, չգիտեմ, տիֆ, խոլերա, ինչ ուզում եք ասեք, մալերիա, ինքը վիրուս է, ինքը վարակ է։ Կամ բարձրացում եք մեր դիմադրողականությունը, սկսում եք դիմադրել բոլոր հնարավոր ձևերով, կամ լուր նստում, սպասում ենք այս լկտի վիրուսը ոնց է ավերելու ամեն ինչ։ Որովհետև մենք դա արդեն թույլ ենք տվել։ Մենք արդեն չունենք հիմա սա։ Մենք չունենք հիմա նաև Արցախը։ Իսկ այս վիրուսի նպատակը մեզ ամեն ինչից զրկելն է։ Այդ արդեն էական չէ, հետո ինքը կմահանա մեր հետ չէ։ Մենք կվերանանք։ Ընտրությունը շատ չի։ Ես ընտրում եմ երկրորդ տարբերակը։ Ես ընտրում եմ չհանձնվելու եւ վիրուսի դիմադրողականության, մեր օրգանիզմի դիմադրողականության բարձրացումը եւ այդպիսով վիրուսին խեղդելու տարբերակը։ Հասկացեք, բնության մեջ հնարավոր չի չլինի վիրուս։ Վիրուսին հնարավոր չի վերջնական հաղթել։ Հաղթանակն է, երբ որ վիրուսը ինքը չի կարողանում մեզ հաղթել։ Սա է հաղթանակը։ Բոլոր տեղերում, բոլոր միջավայրերում կան վիրուսներ։ Ու իրանք միշտ թույլ տեղ են ման գալիս, այսինքն մտնելու ու իրանցով անելու։ Իմ նպատակը, մեր նպատակը պետք է լինի ոչ թե խեղդել այդ վիրուսին, այլ թույլ տալ առնվազն, որ ինքը մեզ խեղդի։ Դրանով ինքն արդեն խեղդված է։ Եթե ինքը չկարողացավ մեր օրգանիզմով սնվել, ինքը արդեն խեղդված է։ Եթե Նիկոլը չկարողացավ գտնել այն օբյեկտները, որին կարողանա ասի սրբապիր ստոր, ինքը պարտված է, որտեղ իրան են ասելու դու ես սրբապիր, դու ես ստոր։ Հա? Դաման ինքը մարդ համանգալի, բոլորտ համանգալի, որ ինքը կարողանա վերևից այսպես մատնացույց անի, որ իր մասին հանկարծ ոչ մեկ չխոսան։ Սա է։